Պարոն Քոչարյան, մի քանի հարց ունեմ։ Առաջինը վերաբերվում է վնասի տեսակին։ Ստեղ ենթադրվում է, որ պատճառած վնասը կարող է ֆինանսական լինել եւ բնականաբար վաղաժամ ժամազատման ժամանակ ֆինանսական վնասի հատուցումը բավականին տրամաբանական է եւ հեշտ, եթե բայց ենթադրենք, որ առողջությանը պատճառած վնասը, կյանքին սպառնած վնասը, այս դեպքում հնարավոր է մենք այս կետը ավելացնելով խանգարենք այն մարդկանց վաղաժամազատազրկմանը, որոնց պատճառած վնասը հնարավոր չի վերականգնել կամ հնարավորության դեպքում էլ տուժողը չի համաձայնվում, որ վնասը փոխհատուցված է։ Երկրորդ հարցս վերաբերվում է քանի որ այս ընթացքում բավականին շատ են քաղաքացիներ դիմել թե մեզ, թե կառավարություն համաներման հետ կապված, մենք մշտապես ասել ենք, որ լավարկելու ենք վաղաժամազատման ինստիտուտը եւ ըստ այդմ դատապարտելները հնարավորություն են ունենալու պատժից ավելի քիչ տարիներով պատիժը կրելու դուրս գալ քրեակատարողական հիմնարկներից, այս մասով մենք արդյոք կարող ենք ակնկալել, որ այս փոփոխությունները կբերեն կոնկրետ թվով մարդկանց պատիժը կրելու նվազեցման։ Երրորդը վերահսկողության մարմին կա նաև նախագծում, որ պետք է իրականացնի այդ վերահսկողությունը, արդյոք վնասը փոխհատուցվել է թե ոչ։ Ստեղ պրոբացիայի ծառայությունն է ոնց հասկանում եմ այդ գործողությունը իրականացնելու, արդյոք մենք այդքան ռեսուրս ունենք ու կարող ենք նմանատիպ վերահսկողությունը պատշաճ իրականացնել։ Եվ չորրորդ հարցը այս վերջի կետի հետ կապված, որը վերաբերում է քրեակատարողական ծառայության որոշման դաշտից ստանել քրեակատարողական հիմնարկի դաշտ, այստեղ մի փոքր հնարավոր է նեղացնելով դաշտը ծանոթ բարեկամ կամ կոռուպցիոն ռիսկեր լինեն, որտեղ պատկերացնենք իրավիճակ, երբ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մի 10 տարի առնչվում են տվյալ դատապարտելի հետ։ Նրանց կայացրած որոշումը ավելի սուբյեկտիվ է, քան քրեակատարողական ծառայության վերջնական զեկույցը։ Արդյոք քրեակատարողական ծառայությունը մեր այժմյան կարգավորման պարագայում ունի համաձայնություն տալու, վերանայելու, որոշումը փոփոխելու հնարավորություն, եթե չունի զուտ դերակատարում տված, որ քրեակատարողական մարմինը իրականացնում է այդ վերլուծությունը, փոխանցում է ծառայությանը, ծառայությունն է արդեն դա տանում, պաշտպանում, եթե զուտ դերակատարում է, կհամաձայնվեն, բայց եթե ծառայությունը այսօր ունի հնարավորություն վերլուծելու այդ որոշումը, իրականացնելու իր ուրույն ուսումնասիրությունը, այստեղ կարող է մենք ռիսկ առաջացնենք, որ այդ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զուտ որոշ կոռուպցիոն ռիսկերով, որոշ ծանոթ բարեկամներով կամ քրեական ենթամշակույթի ազդեցությամբ կարող են որ դատապարտելներին տալ վաղաժամազատման հնարավորություն ավելի այդ կապերը հաշվի առնելով ոչ թե իրականությունը։ Արձագանք։ Շնորհակալություն հարցերի համար, հիմա հերթով անդրադառնամ։ Նախ առաջին հարցը, երբ որ վնասը առողջությանն է պատճառվել կամ այլ, եթե այս վնասի հատուցումը կամ այլ կերպ հարթումը, սա վերաբերում է այն, երբ որ գույքային նյութական եղանակով պետք է վնասը հատուցվի, այսինքն եթե օրինակ առողջությանը վնաս է պատճառվել եւ դատարանի կողմից դա գնահատվել է, ինչ որ X գումար։ Չէ, վնասը հատուցել կամ հարթել հնարավոր է ուրեմն դրա դիմաց փոխհատուցելով։ Այսինքն նույնիսկ եթե առողջությանն է վնաս պատճառվել, մենք բազմաթիվ նման իրադեպքեր ունենք, երբ որ դատարանի կողմից դա գնահատվում է եւ առողջությանը պատճառած վնասը որոշակի դրամական զանգվածի է վերափոխվում, խոսքը վերաբերում է, երբ որ դատապարտյալի վրա դրվում է այդ պարտականությունը, օրինակ դուժողին հատուցել իր առողջությանը վերականգնելու համար ծախսված 1 միլիոն դրամը կամ 2 միլիոն դրամը։ Թե դուժողը այդ գումարը կվերցնի, թե չի վերցնի, սա հարցի մյուս կողմն է, այսինքն եթե դատապարտյալը հիմա էլ ունենք լինում են դեպքեր, երբ որ դատապարտյալը ուզում է այդ վնասը հատուցի, բայց դուժողը հրաժարվում է դրանից, որովհետև չի ուզում իրեն վնաս հասցրած անձից առհասարակ գումար վերցնի որևէ ձև, դա իրեն չի մխիթարում։ Բայց սա որպես դատապարտյալի
բացասական վարքագիծ դժվար է գնահատել, որովհետև դատապարտյալը փորձում է, այսինքն չի խուսափում իր վնասի հատուցման ուղղությամբ իր գործողությունները կատարելուց։ Բայց մյուս կողմից նաև մեկ այլ շերտ ունի այն դեպքերում, երբ որ դատապարտյալը կարողանում է դուժողի հետ հաշտվել նաև վնասը հատուցելով, սա նաև դրական առումով խոսում է իր վարքագծի մասին, այսինքն որ կարողացել է դուժողի հետ լեզու գտնել, հաշտվել, դուժողը իր ուրեմն հատուցումը ընդունել է եւ այլն, բայց այսինքն հատուցած լինելը մենք գնահատում ենք որպես դրական վարքագծի դրսևորում, բայց եթե հատուցած չի բայց հատուցած չի, որովհետև հնարավորություն չկա հատուցելու, որովհետև մենք դա ամրագրում ենք, եթե բռնագանձման ենթակա գույք չկա, դե եկամուտ չունի եւ հնարավոր չի հատուցել, այդ դեպքում իրեն կարող է թույլատրվել պայմանական վաղակետով ազատ արձակվել եւ իր վրա դրվի պարտականություն, բայց խոսքը չի վերաբերում այն դեպքերում, երբ որ անձը ունի եկամուտներ եւ ունի գույք եւ չի հատուցում, այս դեպքերում պարտադիր պետք է այդ հատուցումը իրականացվի։ Համաներման մասով բնականաբար մենք էլ ենք շատ հարցումներ ստանում, համաներման կապված եւ մեր մոտեցումը միանշանակ է եւ ուղիղ այդ մասով համաներումը մենք գտնում ենք, որ ծայրահեղ միջոց է եւ լավ միջոց չի, ուրեմն մեր քրեակատարողական հիմնարկներից անձանց ազատելու համար եւ դա անհատական չի համաներումը ի տարբերություն պայմանական վաղակետ ինստիտուտի, որի դեպքում եւ քրեակատարողական հիմնարկի եզրակացությունն է հաշվի առնում եւ պրոբացիայի ծառայության եզրակացությունը կարծիք դիրքորոշումն է հաշվի առնում եւ ի վերջո դատարանը յուրաքանչյուր առանձին դեպքով անհատական որոշում է կայացնում հաշվի առնելով անձի ով լինելը, հաշվի առնելով կատարած արարքը, հաշվի առնելով նրա հնարավոր հետագա կրկնահանցագործության իրավիճակները, հաշվի առնելով նրա վերասոցիալականացման ուրեմն չափը եւ այլն, այսինքն մենք գտնում ենք, որ սա լավագույն ինստիտուտն է, լավագույն ճանապարհն է անձանց սահմանվածից ավելի շուտ քրեակատարողական հիմնարկից դուրս թողնելու։ Եվ այս փոփոխ նախագիծը նաև դրա այդ ճանապարհի մի կարևոր գործողություն է, բայց նաև կուզեմ արձանագրենք, որ անկախ այս նախագծից, քանի որ մեր կողմից վերջին 1 տարվա ընթացքում միշտ մեր ուշադրության կենտրոնում է գտնվել պայմանական վաղակետ ազատումների այս ինստիտուտը, նախարարության կողմից էլ պարբերաբար դատական նիստերին մասնակցություն ենք ապահովում, որպեսզի տեսնենք մեր խնդիրները, թերությունները, որ ինչումն է կայանում, որտեղ են թաքնված են հիմնական խնդիրները, որ ավելի մեծ թվով պայմանական վաղակետ ազատումներ տեղի չունեն, պետք է արձանագրենք, որ այս տարվա առաջին այս ամիսների ընթացքում էական աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վերաբերյալ լիագումարի համար մենք ուրեմն այդ թվային ցուցանիշները նույնպես պատրաստած կլինենք, բայց ուզում ասեմ, որ անկախ սրանից արդեն մենք այդ ուղղությամբ աշխատանքների արդյունքում աճ ունենք, նախագծի ընդունման դեպքում նույնպես ավելի աճ ենք ունենալու այս հետ կապված։ Վերահսկողության մասով, այո, պայմանական վաղակետ ազատվելու դեպքում անձինք իրենց փորձաշրջանի ընթացքում պրոբացիայի ծառայության շահառու են հանդիսանում եւ պրոբացիայի ծառայությունը վերահսկողություն է իրականացնում նրանց եւ վերասոցիալականացման արդեն այդ ընթացքում վերասոցիալականացման աշխատանքների նկատմամբ եւ նրանց վրա դատարանի կողմից դրված պարտականությունների պատշաճ կատարման եւ պատշաճ վարքագծի դրսեւորման նկատմամբ եւ դա եթե դատարանի կողմից նրանց վրա որոշակի ժամանակացույցով վնասի հատուցման պարտականություն դրվի, բնականաբար դա պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո է գտնվելու եւ այո պրոբացիայի ծառայությունը ունի այդ կարողությունները
մենք զուգահեռաբար նաև պրոբացիայի ծառայության կարողություններն ենք զարգացնում, լրացուցիչ հաստիքները կառավարության կողմից հատկացվել, որպեսզի պրոբացիայի ծառայությունն էլ պատշաճ կարողանա իր վրա դրված պարտականությունները կատարել, եւ սա այդ պարտականություններից մեկն է, որը վստահաբար ներկայումս էլ կատարվում է եւ հետագայում էլ կատարվի։ Այսքանը ոնց որ թե կոռուպցիոն ռիսկերի հետ կապված ներողություն։ Կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հիմա տեսեք, ըստ էության ներկայումս էլ աշխատանքները եւ այդ ելակետային տվյալները ձևավորվում են քրեակատարողական հիմնարկում։ Այդ ելակետային տվյալները ներկայացում են քրեակատարողական ծառայությունում մեծ հաշվով անձին չճանաչելով ու տեսականորեն եմ ասում, էլի, անձին չճանաչելով հիմնարկի տված ելակետերի հիման վրա կազմվում է զեկույց։ Մեր ասածային է, այս նախագծով մենք ասում ենք, որ քանի որ ելակետերը տալիս է հիմնարկը, անձի հետ անմիջական ամենօրյա շփման մեջ գտնվում է հիմնարկը եւ ի վերջո դատարանում էլ քրեակատարողական ծառայության դիրքորոշումը պաշտպանում է քրեակատարողական հիմնարկի իրավաբանը, այստեղ քրեակատարողական ծառայությանը մի օղակում ներառելը այդքան էլ նպատակահարմար չի, այսինքն սկզբից մինչև վերջ ըստ էության հիմնարկն է այս ամբողջ process-ները իրականացնում, բայց ինչ որ մի պահի մտնում է ծառայությունը մի հատ զեկույց է գրում էլի հիմնարկի տված ելակետերի հիման վրա, հետո գնում է էլի այդ զեկույցը պաշտպանում է ըստ էության հիմնարկը։ Մենք ասում ենք, որ բնականաբար այստեղ քրեակատարողական ծառայությունը միշտ իր վերահսկողական մեխանիզմները ունի որպես ղեկավար կառույց, որպես կենտրոնական մարմին, բայց այն անմիջական աշխատանքները կարծում ենք, որ ավելի նպատակահարմար կլինի, որպեսզի կատարի քրեակատարողական հիմնարկը։ Այսքանը